Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Հայ է Աստծո ծրագրած կոդն է, բայց այսօր հարցը պարզ է. ովքեր են ջնջում այդ կոդը, դրսի թշնամին թե ներսի ապականված դավաճանը։ Ինչպես են աղոթքի ազգին վերածում անեծքի զոհի։ Մենք Մեսրոպ ու Նարեկացի ունեինք, իսկ այսօր ունենք, թե դեմոկրատիա ասելով ջնջել ենք Աստծուն, ով է եղեռնի ենթարկում մեր հազարամյա ոգեղենությունը։ Միթե մենք այսօր ազգենք առանց ոգու, ինչպես դարձանք պետություն առանց ողնաշարի։ Այսօր հարց ենք դնում ուղիղ և անողոք, միթե հնարավոր է ազգ վերակենդանացնել առանց Աստծո հետ հաշիվները հարթելու։ Այս և այլ կարևոր թեմաների շուրջ խոսելու եմ հայագետ, զինվորական Սամվել Բեկթաշյանի հետ։ Մնացեք մեզ հետ, նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Արկը Գագիկին կեսից կտրեց։ Հայը այսօր ի վիճակի է իր ուժերով, ինքնուրույն և Աստծո կամոք դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Նագանը հանեց, ասեց տղերք, բերեք խփեմ Գագիկին, չտարապի էլի։ Կեսը չկա է Գագիկի, աչքերը բացեց, թե տղերք, էդ ինձ եք ուզում խփեք։ Ու հոգին տվեց։ Հիմա ով է այդ կոդերը ջնջում։ Ներսից են ջնջում, թե դրսից են ջնջում։ Թրամպը հրեա է ազգությամբ, քանի որ Պուտինը հրեա է ազգությամբ, Զելենսկին հրեա է ազգությամբ, Թուրքիայի եւ Բաքվի ամբողջ կառավարումը հրեաների ձեռքին է, քանի որ այդ Մեհրիբանը հրեա է ազգությամբ։ Այսինքն սրանք խցկվել են ամենտեղ։ Ասվում է, որ վերականգնվում է պանթուրքական պլանը։ Մեր նկատմամբ երբեք չի գործել դա, դրա համար խնդիրադրված մեզ վերացնելու։ Այս որ փորձեր են անում տարբեր Անկում է ապրում հայ ժողովուրդը այսօր։ Աստծո ընտրյալ ազգ է հայը։ Բարև ձեզ, պարոն Բեկթաշյան։ Բարեողջույն Արեգ ջան։ Շնորհակալ եմ, որ եկել եք եւ վստահ եմ, որ հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Նմանապես։ Համակարծիք եք։ Իհարկե։ Պարոն Բեկթաշյան, հայը աստվածային կոդով ծրագրավորված է։ Ոչ միայն հայերին ստեղծելով մենք սրուցել ենք հայի առաքելությունը ինչում է կայանում Աստծո գործերում ինքը երբ որ տեզերքը ստեղծեց հային էլ ստեղծեց ինչի համար ինքը նախ տեզերքը ստեղծեց խոսքով եւ այդ խոսքը հայերենն էր տեզերաշեն խոսքը Աստծո հայերենն էր որպեսզի Աստծո լեզուն որով ինքը ստեղծել էր այս տեզերքը մնա եւ պահպանվի երկիր մոլորակի վրա ստեղծեց հային եւ պահ տվեց այդ լեզուն հային հայի խնդիրը Աստծո տեզերքի արարման լեզուն պահել, պահպանել, տնօրինելն է Արեգ ջան Եթե հասկանում ենք, որ հայը աստվածային կոդով է ծրագրավորված, այդտեղ մի հետաքրքիր հարց է գալիս առաջ։ Հիմա ով է այդ կոդերը ջնջում։ Ներսից են ջնջում, թե դրսից են ջնջում։ Կոդ ընդհանրապես հայերենում ընկալվում է բառը որպես ծածկագիր, որպես մուտքագիր, մուտքի ծածկագիր, փականք որպես այդ տեսանկյունից։ Եվ համամիտ են, որ դա կոդավորում կա, այսինքն քանի որ Աստծո լեզուն անաղարտ լեզուն կատարյալ եւ անսխալական, որը հայերենն է ոչ այն հայերեն, որով մենք խոսում ենք, մեր իմաստնավորի ենք հայերեն խոսում, հա, վերականգնելու ենք աստվածային հայերենը, իդեպ մաքրելու ենք եւ այն ժամանակ այդ ծածկագիրը մուտքի բանալին պետք է լինի, որից մեկը մտնի եւ այդ թաքնագրության, գաղտնագրության խորհուրդներ ընկալի, բացահայտի եւ կարդա։ Իմաստնավորի ինձ հաջողվել է դա անել, Արեգ ջան։
հաջողվել է այդ քո ասած կոդերը։ Այսինքն օրինակ հայոց այբենը բաղադրված է 7 ձայնավորից եւ 29 բաղաձայնից։ Առանց որից է ձայնավորի հայերենում չենք կարող բառ կազմել։ Միայն 29 բաղաձայն ունենալով, 29 տառերով չենք կարող հայերեն ոչինչ գրել։ Պարտադիր բանալի է պետք, կոդ է պետք, ձայնավոր։ A, U, E, E, I, O, այսինքն սրանք բանալներ են։ Եվ իմ դիտարկումների ժամանակ հասկացա, որ երբ որ մայրաթորում պահվող տարատեսքերով այբենը մշակման ես ենթարկում, այսինքն ինչ ներքին համակարգվածություն ունի, եկա կանգնեցի քո ասած կոդերի վրա։ Եվ տարածական մի ուղղակի ներկայացնենք մեր լսարանին, որ իրենք էլ փորձարկումներ անեն, դա բարդ չի։ Ուրեմն երբ որ քանի որ առանց ձայնավորի բառ չենք կարող կազմել, եւ 29 բաղաձայնն էլ գտնվում են ը ձայնավորի մեջ, բ, փ, п, ջ, չ, չ, բոլորը 29-ն էլ ը-ի մեջ են գտնվում։ Եվ որ մենք x ուրեմն x, y եւ z եռաչափ կոորդինատային համակարգ ենք գծում, գագաթներին դնում ենք ձայնավորները a, u, e, e, i, o եւ կենտրոնում դնում ենք n, որի մեջ այդ 29 բաղաձայնը առկա են։ Եվ այդ ձայնավորներից որևէ մեկը դիմում է ը-ին, այդ կենտրոնին գտնվող ը-ին, ասում է մի հատ ռ տուր ինձ, էլի։ Այդ դրան ը-ից փոխվում, վազմակոչում ա-ին դառնում է ար, ուր, եր, էր, իր, օր։ Այսինքն մեր ձայնաստեղծման, խոսքստեղծման ամբողջ համակարգը աշխատում է այդ եռաչափ համակարգով։ Շատ գեղեցիկ է։ Շատ գեղեցիկ է, անչափ գեղեցիկ է։ Եվ դրան էլ գումարած, երբ որ այս 29 բաղաձայնները, երբ որ խմբավորում ես նույնա հնչության բ, բ, փ, գ, կ, ք, ջ, չ, չ, ստացվում է 15 խումբ։ Այսինքն այդ ը-ի մեջ 15 խումբ բաղաձայն կա։ Եվ երբ որ գումարում ես 15 խումբ բաղաձայն եւ 7 ձայնավոր, բանալիներ, կոդեր, կոասած, գումարը ստացվում է 22։ Դա մեր քրոմոսոմային զույգերի քանակն է։ Հարիկ ջան։ Ըստ ձեր թաքնագրության բացահայտումների, այսպես ասած, հետաքրքիր է շատ, պարոն Բեկտաշյան։ Ոչ միայն հետաքրքիր, Արեգ ջան, եթե մենք ունենանք, ասենք, համակարգիչ, որի միջուկում այդ մեր բառաստեղծման համակարգը լինի a, u, e, e, i, o կենտրոնում n, մեր համակարգիչը մարդկային լեզվով կսկսի հարաբերվել մեզ հետ։ Ես կարծում եմ, որ նոր ժամանակներում, մոտակա ժամանակներում, այսպես ասած, արհեստական բանականության ստեղծման, փորձարկման եւ վերելքների ժամանակահատվածում դա եւս կարող է մեծ առաջխաղացում բերել։ Ոչ միայն դա պատկերացնում ես, որ 36 հնչյունով մենք կարողանում ենք դեզերքի անսահմանությունները դիտարկել, հաղորդակցվել, նաեւ, այսինքն լեզուն մենպիսի համակարգ է, որ դեզերաշեն համակարգ է ի վերջո, եթե դա հայերենի մասին է խոսքը, երբ որ դա դնում ենք երկաթի, մեքենայի, համակարգիչի այդ միջուկում, ծրագրային միջուկում, ինքը սկսում է նախ ինքը իր հնարավորություն է ունենում գեներացնել միանշանակ, թե այդ համակարգը
քանի բառ կարող է ստեղծել։ Մենք կարող ենք կատարյալ հայերեն բառերը վերականգնել այդ մեքենայով։ Պարոն Բեկտաշյան, շատերը ասում են, որ մենք այսօր անկման ժամանակաշրջանի մեջ ենք, այդպես է։ Անկում է ապրում հայ ժողովուրդը այսօր։ Ես կարծում եմ խտացում է ապրում, չի անկվում, հայը։ Հայը ճշմարտության փնտրտուքը խորացել է եւ թեթև բաները արդեն հային չեն խափում, ինքը խորքային փնտրտուքների մեջ է հայը։ Դա ինչի գործընթաց է, ազգադավ անտարբերության, կուրության, անտարբերության։ Չարի կողմից սարկած բազում անսահման բազում խաղերի արդյունքը, այդ խաղերը իրենց անելիքը արել են, ավարտել են եւ արդեն նոր մարդուն դրանցով էլ չես խափի։ Մարդը ազատագրման խնդիր ունի, հատկապես հայը։ Կեղծիքով, քաղցրավենիքով, ասենք, որքորով չես կարող խափես։ Եվ հայը գիտակցում է, որ կա խորքային ճշմարտություն, որը տրորված, լղջված, ոտնահարված է իր մեջ հենց։ Եվ որից է մի հայ փնտրում է այդ բալավ, եւ եթե սա չէ, բա որն է։ Ճշմարտության փնտրտուք կա բոլոր մակարդակներում։ Այդ ճշմարտության փնտրտուքը ինչի մասին է խոսում, որ այսօր գուցե խզվել է հայ ազգի եւ երկնային ծրագրի կապը։ Իհարկե, խզվել է։ Իհարկե խզվել է, որովհետեւ երբ, ինչպես եւ ինչ հետևանքներով։ Մշտապես է խեղվել, որովհետեւ արտաքին գործոնները անընդհատ, որից օրինակ Հուդայի ցեղը պատմականորեն որից է առիթ բաց չի տողել, որպեսզի այդ առիթով կոտորի հայերին, վերացնի ֆիզիկապես։ Պատմականորեն մեր անցած օրերը, տարիներս 20-րդ դարի ընթացքը, որ նայում ենք, դուլանայի ամբողջ այդ փոքր կտոր 1.600.000 հայությունից 600,000 պատերազմի մեջ էին։ Ավերվել, կոտորվել է հայ ազգը։ Մեր օրերում 86 թվական ապրիլի 25-26 պայթեց Չեռնոբիլը։ Կոմունիստները պատվեր իջեցրին, որ մարդկային ձեռք էր պետք այնտեղ այդ ապարները շպրտելու բունկերի վրա, որ հավաքեն, հետո բետոնով փակեն։ 75% Անդրկովկասից Հայաստանից են տարել։ Եվ այդ տղերք որպես կանոն կոտորվեցին։ Վրաստանից, Ադրբեջանից էլի հայեր հավաքեցին տարան։ Այսինքն այդ սև ձեռքը անընդհատ է աշխատել եւ աշխատում, Արեգ ջան։ Որից է առիթ բաց չեն թողում մեզ ոչնչացնելու ֆիզիկապես վերացնելու։ Դա է, այդ ցեղը իր առաջ ծրագիր ու խնդիր ա դրել եւ անում է։ Եվ անում է, ջանս, որովհետեւ հայերից քանիցս փորձել են, որ եղբայրասպան վիճակի մեջ հայտնվենք, հայի վրա չի կրակել, պատմականորեն, երբեք։ Այդ մոդելն են ուզում տեղայնացնել Հայաստանում, ինչպես եղավ Կայենի եւ Աբելի դեպքում։ Հիմա նայի, ամենտեղ են կիրառում նույն բանը, ասենք Պակիստան, Հնդկաստան, նույն հնդիկն է։ Բայց կրոնական բևեռացման են բերել եւ տանել չեն կարողանում մեկ-մեկում։ Մեր ու թուրքերի միջև էս անասուն թուրքին, որ ասես արա, այդ հայը կառուցել է քո գործարանները, շենքերը, ճարտարապետության մշակույթը։ Ինչ ես ուզում, ինչու ես դրան վերացնում, ինչ ես այն վերացնում, ինքը չգիտի դրա պատասխանը։ Այդ ուկրաինացուն խախոլին ասես արա, այդ աղբերը այդ ռուս, ես ինչի եք մորթում մեկ-մեկում։ Այսինքն ամենտեղ բորբոքել են այդ մերձավորների թշնամացման տեխնոլոգիան,
մեր նկատմամբ երբեք չի գործել դա։ Դրա համար խնդիրադրված մեզ վերացնելու։ Այս որ փորձեր են անում տարբեր իշխանության տեսքով, չգիտեմ իրադարձությունների տեսքով բախումների բերել, էլի այդ ծրագրերը չեն աշխատում մեր նկատմամբ, որովհետև հայը սիրո հասարակություն է, հայը ունիկալ է։ Եթե փորձենք այս ամենը իմի բերել, այսօր ովքեր են զբաղված հայ ազգի հոգևոր դիահերձմամբ։ Եթե քանի որ Թրամփը հրեա է ազգությամբ, քանի որ Պուտինը հրեա է ազգությամբ, քանի որ Զելենսկին հրեա է ազգությամբ, քանի որ Թուրքիայի եւ Բաքվի ամբողջ կառավարումը հրեաների ձեռքին է, քանի որ այդ Մեհրիբանը հրեա է ազգությամբ, այսինքն սրանք խցկվել են ամենտեղ եւ բոլոր հնարավոր որից հնարավոր տարբերակով մեր տեսակին ոչնչացման են տանում եւ տեսան ուսումնասիրեցին որ հայ ազգը անչափ ամուր է հատկապես հոգեվոր դաշտով հարկավոր արժեզրկել հոգեվոր դաշտը օրինակ եթե իշխանությունը ներկայիս դուրս գար ասեր այ հոգևոր դաշտը որ կոչված էր մարդուն մարդ ձևավորելու, հա, աստվածադիր օրենքներով ապրելու, բարքերը չխեղելու եւ այլն, եթե դրա մեջ թերանար նոր մեղադրի հոգևոր դաշտին։ Բայց եթե այդ ամբողջը թողած մեղադրիր հոգևոր իշխանությանը, որ այդ 300,000 եւ ավել մաներ որտեղից կան այդ ինչա կոչվում աղանդներ դա եկեղեցու պարտություն է արիք չէ դա ցուցիչ է որ խոսում է որ եկեղեցին հոգևոր խնդրով չի զբաղվում եկեղեցին էլ մեկնաբանում է հետևյալ ձևով որ պետությունը օրենսդրական դաշտով չի արգելում դրանց ստեղծումը եւ ձևավորումը Ուրեմն ասեմ հետևյալը հայ մարդը կատակ չի հայ մարդը շատ լուրջ արարած է եւ հայ մարդուն չես խափի եթե եկեղեցին իր քայլերը աներ եւ լուսաբաներ ինչա քրիստոնեությունը հիմա որից է հոգեվորականի կամ քաղաքացու փողոցում կանգնեցնես ասես քո ինչնա քրիստոնյա այդ ինչ բան է քրիստոնյան ինքը չգիտի շատերը դա մեկնաբանում են չէ իհարկե ոչ բոլորը կան շատ պարկեշտ առաքինի եւ տարատեսակ իմաստություններով օժտված քրիստոնյաներ հայ քրիստոնյաների մասին է բայց կա նաեւ մի զանգված որոնք քրիստոնյա ասելով հասկանում են եկեղեցի գնալ որոնք հասկանում են գնալ եկեղեցի եւ անսահմանափակ թվով մոմ վառել եւ գնալ եկեղեցի միայն այն ժամանակ այն դեպքում երբ նրանք հագեցած են տարատեսակ խնդիրներով այսինքն ապավինում են հավատքին հավատքի ուժին եւ այդպես են դիմում այդ միակ տեսակն է որ շատ թե քիչ ասենք ճիշտ ըստիս ճիշտ ընթացքի մեջ է քրիստոնեություն նախ հարկավոր է հասկանալ քրիստոնեության բերած հասարական կարգը ինչա դա ապրելու ինչ մոդել է բերել մենք էլի մասնավորի զրուցել ենք որ մեր հայաստանյան գյուղերը հատկապես դրանք համայնքներ են քրիստոնյա եւ այն որ մեզ մեղադրում են իշխանավորներից կան որ մեր թերությունը նաեւ որ մոնոէթնիկ ենք միատարր ենք չհասկանալով թե այդ միատարրությունը ինչից է բխում գոյանում եւ միթե այդ միատարրությունը այդ երաշխավորը չէ հարատեվության իհարկե դարեդար փոխանցվել է
օրս։ Արեգ ջան, իհարկե, բայց մեխանիզմը շատ հրաշք է։ Գյուղը մենք էլի զրուցել ենք։ Բաղադրված է հարազատային խմբերից։ Օտարը, ասենք մի Վասիա եկել է ուզում է հայ համայնքում տեղավորվի։ Այս ամուսնալու աղջիկ տալ առնելու այդ մեխանիզմերը, որ դրված են հարազատ բարեկամային, օտարը այդտեղ չի տեղավորվում։ Այո։ Եվ հետո օտարը նույն Իվանի տեսքով ասենք, ինքը բանը սովոր չի, որ այդ հարազատության այդ քանի մի 50 մարդու հայացքի տակ ինքը պետքա հաշվետու լինի այդքան մարդու իր արարքը գիտի, որ տարածվում է հարազատների վրա։ Այսինքն համայնքը հարազատությունը ինքնակարգավորման հզոր մի հոգևոր արժեք ու ուժ ունի։ Օտարը, որ թափցված է, ինքը իր 4 գլխով է ապրում, չէ՞, իրեն համար դա նպաստավոր չի այդ պայմանները։ Այո։ Պատճառը դա է, որ մոնոէթնիկ ենք։ Շատ է խոսվում, որ Հայաստանը կանգնած է մեծ աղետաբեր պատերազմի առջև, որ հայ ժողովուրդը օրհասական վիճակի մեջ է։ Դրան գումարած հնչում է Թուրքիայից տարատեսակ ահաբեկչական ելույթներ, որի տակ շատ վտանգներ են թաքնված, պարոն Բեկթաշյան, եւ ասվում է, որ վերականգնվում է պանթուրքական պլանը։ Խնդրում եմ պատասխանել այդ վերականգնվող պանթուրքական պլանի մեջ որ կետում է Հայաստանը, որ շղթայում է Հայաստանը։ Ուրեմն պանթուրքիզմ կոչվածը այդ ժողովուրդների միտեղ հավաքելու եւ կառավարելու այդ տեխնոլոգիաների դրսևորումն է, դրսևորումներից մեկը։ Այսինքն, որից է լեզվային ընդհանրության դաշտ ստեղծել, լեզվային, որով կառուցել այդ կառավարում այդ բազմազանության։ Նպատակ ունենալով, երազանք ունենալով դարավոր թուրանական ծրագիր։ Դե անունն է թուրան, բայց ի վերջո մեխանիզմը, որ իրենք աշխատեցնելու են նպատակը, թուրքալեզու մի արիալ ստեղծեն, որտեղ տարբեր լեզուներ են գործում, պատմության ընթացքում դա հենց Բաբիլոնն է, պարբերաբար կատարվել է դա։ Սովետ միությունը, նույն բանն էր էլի, ռուսերենը բերին, դա էլ էր թուրան, էլի, ռուսաց լեզուն պարտադրեցին բոլորին եւ այդ լեզվային միջավայրում պետք է հարաբերվեին հայը, վրացին, ուկրաինացին եւ այլ եւ այլ։ Եվ ասեմ ինչ Սովետ միության օրինակով ինչ կատարվեց, ինչու փլուզվեց։ Որովհետեւ վաղ թե ուշ որից տեսակի մեջ խոսում է իր գենետիկական հիշողությունը։ Այնտեղ ուզբեկ ուզում է ուզբեկերեն ապրի, ղազախը ղազախերեն, խախոլը խախոլերեն, այսինքն սա բնական պահանջ է, որի դու չես կարա փոխես տա, չես կարա մարդուն դարձնես իր ինքնությունից փոխես տանես։ Եվ դրա այդ տիպիկ օրինակելի թաքնագրությունը ինչպես է բացատրում մեր հրաշքայերենը։ Նայ 1917 թվականին Հողագնդի վրա ստեղծվեց մեր օրյա Բաբիլոն, Սովետ միություն։ Ստեղծվեց լեզվային մի ընդհանուր դաշտ, 350 միլիոն մարդ մեջը, եւ համատարած անաստվածություն, աթեիզմ։ Այն նույն Բաբելոնը, որ կար չէ այդ միջագետքյան, իրաքյան հատվածի Բաբիլոնը, էլի նույն պարամետրերն ուներ, տվյալներն ուներ։ Միալեզու էր եւ Աստծո դեմ էր։ Էս էլ սարքեցին Բաբիլոն, մերօրյա, միալեզու եւ հստակ Աստծո դեմ,
Եվ Բաբիլոն բառը B A B I L O N Բաբիլոն չէ, Բաբիլոն, Վավիլոն։ Տառերի կարգաթվերը որ գումարում ես, բն երկրորդը ան առաջինը, բն երկրորդը ին 11, L 12, O 24 եւ N 22։ Այդ տառերի կարգաթվերի գումարը կազմում է 74։ Տառերի կարգաթվերը որ գումարը 74։ Սովետ միության հեղինակը այդ գաղափարի մեկ երկրում կարող ենք ստեղծել Լենինն էր։ Տառերի կարգաթվերի գումարը էլի կազմում է 74։ Հարիկ ջան, 1917 թվականին գումարում ես 74 Բաբիլոն բառի թվային արժեքը, ստացվում է 1991։ 1991 թվականին Բելավոժյան համաձայնագրով քանդվեց այդ Բաբիլոնը։ Այսինքն այդ բառի մեջ հայերենում դրված է եւ Բաբիլոնը եւ տևողությունը, երբ ավարտվելու։ Եվ փլվեց ինչի շուրջ փլվեց։ Այն հին Բաբիլոնում ասում Աստված լեզուները խառնել, չէ՞։ Ստեղ էլ նույն բանը կատարվեց։ Ամբողջ այդ ռուսական ուկրաինական պատերազմը թրեշավոր լեզվի շուրջ է։ Ռուսն ասում է իմ լեզվով պետք է խոսեմ, ու խախոլն էլ ասում է, չէ, պետք է ուկրաինային խոսես, նայում ես։ Այն միջին ասեմ Ուզբեկստանում նման բախումներ եղավ լեզուների շուրջ եւ այլ Մոլդավիայում եւ այլ։ Այսինքն լեզուները Աստված խառնեց եւ սկսեցին իրար չհասկանալ։ Մեր օրյա վրացուն որ կանգնեցնում ես երիտասարդին, բառ անգամ ռուսերեն չգիտի, չի ուզում իմանա։ Այդպես է հիմա։ Այսինքն բայց դրան զուգահեռ շատ լավ տիրապետում է թուրքերենին։ Դե իրենց համար Ռուսաստանը թշնամի է, ձևակերպած այդ իրենց ուղեղի մեջ այդպես։ Վրացին է, էլի, մեր վրացին է, էլի, իրենց։ Այսինքն արիք լանայի մեր բառերը հստակ իրենց մեջ կրում են պատմությունը, ընթացքը, էությունը, բարձաբանումները, բացատրությունները, քո ասած այդ կոդերը որ կան, չէ, որ ընդհանրապես կոդավորում ունենք։ Դա մեր լեզուն է եւ այդ տարընթերցման, այդ տեխնիկան, երբ որ տիրապետում ես, ասենք այդ կոդերին տիրապետում ես, սկսում ես հասկանալ պատմական ընթացքը, Աստծո գործերը եւ ինչ է կատարվում եւ դրա ճշմարիտ էաբանությունը։ Հիմա մենք փլված Բաբիլոնի բաների տակ ենք, փլատակների տակ ենք, ավերակների։ Սովետ միություն Բաբիլոնի ավերակների տակ ենք, ապրես բարի համար շնորհակալ եմ։ Եվ մեր խնդիրը հայկը ինչ արեց, արիք մեր նահապետը թողեց Բաբելոնը դուրս եկավ, ասում է եկավ իր պապերի երկիր եւ խնդիրը իր անձնական փրկությունը չէր, ինքը չխառնվեց այդ աշխարհի հետ, ինքը արժեքները պահպանեց, եկավ, որովհետեւ ստեղ հայկական լեռնաշխարհում ապրում էին այն արժեքներով, որը հայկի համար աստվածահաճո էր եւ Աստծո դրած կարգով էր ապրում հայը։ Եկավ Հայաստան։ Եվ Հայկ Նահապետի գալը չէ մեր փրկության գրավականը, էլի, որ այդ օրինակը, որ ինքը թողեց, չփոխվեց, ինքնությունը պահպանեց ու արդյունքում այսօր կանք մենք։ Պարոն Բեկթաշյան, ինչպես է ստացվում, որ ազգովի կարդում ենք Աստվածաշունչ, բայց Աստվածաշնչի ճանապարհով ոչ բոլորս ենք գնում։ Բայց բոլորս
վկայություն ենք անում, որ կարդում ենք, բոլորս ասում ենք, որ Աստծուն սիրում ենք, դեռ ավելին շատերն ասում են, չգիտեմ դա որտեղից է եկել, ես իմ Աստվածն ունեմ, դա էլ է այդ արտահայտությունն էլ է ինձ համար շատ տարօրինակ, ասում է ես իմ Աստծու հետ խոսում եմ, եւ շատեր ասում են, որ Աստվածավախ են, շատեր ասում են, որ Աստվածասեր են, շատերն ասում են, որ ուղիղ կապ ունեն Աստծո հետ, շատերը երազներում են տեսնում, շատերը խոսում են հրաշքների մասին, բայց փաստը ցույց է տալիս, որ թե մարդկային առումով, թե այդ մարդկանց հոգևոր դաշտում տեղի ունեցող իրավիճակներով պայմանավորված, ըստ իս, որ մենք այդքան էլ հաջողակ չենք, եթե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք, եւ թե մեր հայրենիքի հարցով, թե հենց հայրենիքում ապրող ժողովրդի հարցով։ Արիջան նայի մի հպանցիկ մի ման ներկայացնեմ իրողություն, որ կոգնի մեր անչափ կարևոր ու բազմավեկտոր հարց է բարձրացնում, որ միանշանակ չի այդտեղ պատասխանել, բազում գործոններ են աշխատում, ամենակարևոր գործոնը ըստ իս։ Նայի այն հետախուզ ընկեր ունեմ բանակային շատ ունիկալ կերպարա այդ տղերքը քանի դեռ կան Հայաստանը կա Արեգ այն խենթ են Հայաստանի համար իրենց կյանքն է իմաստն է միշտ նման մարդիկ են տարել իրենց ուսերին բանը ապրեցնող տեսակ են այդ հայ զինվորն այնց գենետիկ մակարդակում մի օր զանգեց եւ իդեպ այդ գենետիկ մակարդակում չարը եւ թշնամին ինչքան էլ փորձեն մխրճվել, ինչքան էլ փորձեն կոտրել, բարոյազրկել, չի լինում։ Անհաջողության են դատապարտված։ Համակարծիք եք։ Իհարկե։ Կյանքը Արհավաչյան այսօրվա հայ զինվորն է, որը անսասան, անկախ ամեն ինչից կանգնած է իր տեղում եւ գիտի իր անելիքի բուն պատասխանատվությունը եւ նույնիսկ մարդու մտքով որ անցնում է ինչպես է հնարավոր 18 եւ 19 տարեկան տղան, որը պատերազմի մեջ է, պատրաստ է եւ նռնակը ձեռքին կամ ծոցը պահած 18-19 տարեկան պատրաստ է հանուն հայրենիքի անգամ վարկյան չմտածել եւ կյանքը տալ ու թշնամին փորձում է եւ ջանք է թափում որ նման զինվոր ունեցող երկիրը կարող է պարտության մատնել Դա ես իմ ուսումնասիրությունների մեջ ամեն դեպքում չեմ տեսել տենց մի ժողովուրդ որ ունենա հայ երիտասարդ զինվորի այդ վեհ եւ անձնազոհ գաղափարախոսությունը իր մեջ դրված այդ կոդերով այո, հենց կոդերով ապրեց քարորիա պատերազմին Արեգ ջան 4 տարվա պատերազմային դաշտային հրամանատար լինելով կենսափորձ ունենալով ես հուզվել եմ մեր երեխանց այդ քո ասած սխրանքներով դա սխրանքներ են ապշելու բանա ապշելու համ աշխարհով մեկ եմ եղել համ հասկացել եմ եւս մի անգամ որ հնարավոր չի հայ տեսակը այդ աստված թիկունքում է էլի եւ կարծում եմ որ մենք այս 2020 թվականից հետո մենք այդ պատերազմի միջով անցնելով այդ բովի միջով անցնելով այդ համատարած ցավի մեջ ենք այդ ողբերգական վիճակի մեջ ենք եւ վստահ եմ ու կարծում եմ որ շատերը չեն գիտակցում գուցե եւ հասկանում են թերևս չեն գիտակցում այդ խիզախության անձնազոհության բարձր շերտերի մասին այդ ռեսուրսը այդ այո հա կարող է ասել որ նռնակը քաշեց եւ կյանքին վերջ տվեց բայց հենց այդ բարձունակության մեջ չէ դրա հետևը ավելի խորը զգացողություն է չէ որ ասում ենք հայի ինքնություն գենետիկա մենք այդ բանալին ունենք մենք այդ ինքնագիտակցումը ունենք չէ
բանի Իդեպ ձեր տղաների մասին եք պատմում, շարունակեք։ Շատ ծանր մի օրինակ վերեմ ու շարունակեմ Հակոբ կամարիում ենք լուլաս ասում արկը Գագիկին կեսից կտրեց Գասպարյան Ռուստամի մերաշք ընկերը պատերազմային մարտական հրաշք ծորը հրամանատար ասեց նագանը հանեց ասեց տղիրք բերեք խփեմ Գագիկին չտարապի էլի It's կեսը չկա Գագիկի աչքերը բացեց տղերք այդ ինձ եք ուզում խփեք ու հոգին տվեց Այդ քո ասած բանը այսինքն ինքը Գագիկը գիտեր ու գիտի որ ընկերությունը դա աստվածային շնորհ է եւ Աստծո պարգև է ու մեկ էլ ընկերությունն է կասկածի տակ առնում այդ վիճակում Բայց այդտեղ այդ ժամանակ ճիշտ լուծումը ամեն դեպքում ո՞րն էր, պարոն Բեկտաշյան։ Ճիշտ լուծումը Գագիկի բողոքն էր։ Ռուստամը մտածում էր մարդ որպես մեխանիկորեն, որ Բայց միթե մյուս կողմից էլ երբ դիտարկում ենք երևույթը, նա այդ ցավի տառապանքի ու ինքը ամեն դեպքում իրեն մտահոգում է հոգևոր կողմը։ Արժանապատվությունը հոգևոր։ Այո, բավոնց, այս մեր ազգն է, արեք։ Շատ բան կա գիտակցելու պարոն Բեկտաշյան, եւ մենք հաճախ որոշ երևույթների եւ իրողությունների մասին միակարծիք ենք, միատար ենք, բայց չենք հասկանում, որ ընկերս Պետրոսը զանգեց Աբրամյան Պետրոս, երեք եղբայր են, Ջիվան, Աբրամյան Ջիվան, ազգային հերոսը, մեր առաջի, ռուսները խփեցին Շահումյանում, Ջիվանին, Կոլային, Վարդանին, երեքին են, մեր եղբայր, մեծ բարեկամ, ոխերիմ եղբայրը ռուսները, Պետրոս հազոր հետախուզ է, միայն Պետրոսն է ողջ հիմա, ինչ ասեց, ասեց, լսի, Գերմանիան օրենք հանել, որ այսուհետ Արևելյան Գերմանիայից որևիցե մեկի պետ պաշտոնի չնշանակել։ Այսինքն լուրջ բանի գնահատականի անկում կորուստ է, բայց ստիպված են դա արել։ Տեսել են, որ Սովետ միության մեջով անցած մարդը դնում ես պետական պաշտոնի պետությունը քանդվում է։ Արեք ջան։ Այսինքն մի այնպես նույն գերմանացին ինչ փոփոխության է ենթարկվել, որ ստիպված պետությունը այդ կարգի որոշում է կայացնում։ Հիմա մեր ազգը այդ նույն Սովետ միության բուծած հասարակությունն է, հարիկ ջան։ Այսինքն երիտասարդների վրա մեծ հույսերը հարկավոր կապել, որ այդ խեղճությունը Սովետ միության ժամանակ ունեցած, այդ լղջված վիճակը, այդ բաները իրենք ազատ են։ Իրենք արտադրությունները, որ նայում ես հիմա, ասենք, որտեղ որ հին այդ նույն սերունդն է, էլի նույն արտադրահարաբերությունները կան գործում։ Դեռևս դրվածքները կան։ Դրվածքները պահպանում են, որը դա հեռու չի տանում ես, էլի։ Այսինքն նախ ներքին ազատագրման խնդիր ունենք, արիք ջան։ Այսինքն հասարակությունը հարկավոր է դուրս գա եւ իր խոսքին, իր քաղաքացիական իրավունքին տեր կանգնի։ Ոչ թե կողք կանգնի, նպաստավոր լինի ինքն առաջ կա, քաղաքացի լինել նշանակում է զինվոր լինել։ Այդ քաղաքացիությունը տեր չկանգնելը արդեն տնաքանդություն է։ Պարոն Բեկտաշյան, այսօր հայազգի ճակատագիրը ումից կամ ինչից է կախված։
Եթե ումից է այդ արդեն պարտված ենք։ Չնայած կա բան, որ առաջնորդի դերը պատմականորեն միշտ կարևոր է եւ մենք էլի ընթացքում սրուցում ենք այդ անեծքի մասին, որ խոսեցինք, հա, անեծք նշանակում է անեծ առանց առաջնորդ, այծը միշտ էլ առաջնորդ է ոչխարի այդ սուրուի համար, ինք ուր գնաց այդ 300 ոչխարը հետևից գնում է վստահաբար։ Բայց քանի որ մենք հայ հասարակությունն է մերը, որտեղ յուրաքանչյուր հայ ինքը առաջնորդ է, հայը երբեք քանակ չի, այ մենք զրուցում ենք նախորդ եթերներում, որ հայի եզակիության գործոններից մեկը որն է, որ ներկայիս հայը ինքը քանակ չի, ինքը եզակի է, որովհետեւ հայ եզակի է, օժտված այդ առաջնորդելու գործառույթով, ամեն ինչով, ամեն դրա համար հասարակական մոդելները, մեխանիզմները, որոնք այլ հասարակություններում կիրառելի են, մեր նկատմամբ չի աշխատում։ Դրա համար Սովետ միությունը գիտեր դա, գիտես ինչ էին անում։ Որից օրենք փորձարկելու համար Սովետ միությունում 15 հանրապետություններ ներ էին դնում Հայաստանում, հետո նայում էին ինչ հետևանքներ ունեցավ, եթե այստեղ անցավ ու տարածում են մնացած հանրապետությունները։ Այդ օրենքը շրջանցելու, խափանելու, շահարկելու բոլոր տեսանկյուններից փորձարկում էր Հայաստանում։ Դրա համար են ասում, որ հայկական ուղեղը տարատեսակ տարածուն է եւ տարբեր միջավայրերում ունի տրանսֆորմացիա ենթարկվելու բոլոր հնարավորությունները եւ կարողանում է ցանկացած իրավիճակում յուրաքանչյուր անանցանելի ամենաբարդ փակված հայը գտնել ուղիներ ունենալով այդ ուղեղային կառուցվածքը եւ ամենակարևորը այդ առանձնահատկությունը, որը բնորոշ է միայն հային։ Մենք այսօր ինչու կոնկրետ քայլեր չենք անում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Մեզ չեն թողնում, չկան նման մարդիկ, թե ինչ որ մի ծրագիր կա, որը արգելակում է։ Արեգ ջան, ուսումնասիրել եմ շատ լուրջ տիրույթ է, ոլորտ է, որ ներկայացնում ես, եւ հանգվել եմ հետեւյալին։ Ուրեմն այն կառուցվածքները պետության ձևավորման, որոնք ներ են դրված մեր մեջ, դրանք մերը չեն, դրանք մեր հոգետիպի, հայի տեսակի համար չեն նախատեսվում։ Խորթ են եւ օտար։ Խորթ են եւ օտար եւ արդյունքում չի աշխատում, կատարելության չի տանում։ Հայի բնության հետ աղերս չունեն։ Այո, աղերս չունեն, դիպուկ է ասված։ Հիմա բոլշևիզմը, ասենք, վերջացել ասում ենք, չէ՞։ Փլվեց գնաց բոլշևիզմ։ Խորհրդարանին նայի։ Բոլշևիկներ են, շատ են, ուրեմն ճիշտ են։ Օրենք 51% եթե ձեռը բարձրացնի, ուրեմն անցնում է։ Երբ որ խորհրդարանը մեր պետք է մի դրույթ օրենքա, թե ինչա կանոնա կոչում իրենց մոտ, հա, որևիցե օրենքի նախագիծ, որ մտնում է խորհրդարան, կանխավ արդեն 100% է։ Եթե քննարկելով այդ 100 քանի պատգամավորը, այդ 100 քանի տոկոս իջեցնում են 49-ի, բնականաբար օբյեկտիվ քննման արդյունքում, նոր չի անցնում։ Իսկ եթե մնում է, ասենք, անխոցելի, ինքը նոր անցնում է։ Ոչ թե 51%-ով է որոշվում, այլ պատգամավորի գիտական, մտքային աշխատանքի, կրտինքի օբյեկտիվ հիմնավորումներով։ Այս սրանով մենք բոլշևիզմից կպրծնենք։ Շատ ընդարձակ թեմա է դա, պարոն Բեկթաշյան, շատ ընդարձակ եւ վերջում ուզում եմ
հարցնել ձեզ։ Հայը այսօր ի վիճակի է իր ուժերով ինքնուրույն եւ Աստծո կամոք դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Իհարկե, հայը պետք է շատ հարմար մի հատ հայելի տնի իր առաջ ու իր ծուրումուր տեղերը տեսնի շտկի, նախ առաքելությունը Աստծո ընտրյալ ազգ է հայը, ընտրյալի այս պաշտոնին հարկավոր է տեր կանգնել, հուդան, այդ փնթի կենթանին, միայն այդ գաղափարը շուրջ հավաքեց ամբողջ իր մարդակերներին։ Հիմա հայը ես համոզված եմ 100 քանի տոկոսով, որ հայը այդ ընտրյալի իրավունքը հենց ամրացրեց, ինքը աշխարհին մատուցելու է դա ծառայաբար, ոչ թե հրեաբար, մորթելով, կռվեցնելով, այլ ծառայաբար։ Դրա օրինակները կան պատմականորեն։ Հայը հայտնվեց որևիցե այլ ազգի միջավայրում, շատ արագ ինքը իր ամբողջ այդ կարողությունները ծառայաբար նվիրաբերում է եւ սկսում է տվյալ ազգը, երկիրը սկսում է բարգավաճել, զարգանալ։ Եվ հենց հայը լինելու այդ լույսի տարածման ջահակիրը միանշանակ հիմա հայը, որից է հայ պետք է անպայման իր մեջ ամրագրի, որ ինքը իր կողքի հայը, մյուս հայը, դրանք բան է Աստծո ընտրյալներ են։ Եվ Աստծո ընտրյալը իրավունք չունի իր արժանապատվությունը քարշ տալու գետնին, դրանով Աստծուն է վիրավորում։ Չի կարելի Աստծուն վիրավորել։ Շնորհակալ եմ, պարոն Բեկթաշյան։ Խնդրեմ ջանս, խնդրեմ Արեգ ջան։ Կարծում եմ, որ հետաքրքիր զրույց ստացվեց եւ մեր հետևորդները վստահ են, որ իրենց մեկնաբանությունները կթողնեն եւ իրենց տեսակետները, հարցերը եւ մտահոգությունները նույնպես կուղեն ձեզ, որպեսզի մեր հետագա հաղորդումներում երբ հանդիպենք, սիրով ուղղեն ձեզ։ Մեծ սիրով, Արեգ ջան, ուրախ եմ հրավերքի համար։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցում էի հայագետ զինվորական Սամվել Բեկթաշյանի հետ։ Եվ վերջում, մենք աղոթում ենք Աստծուն, բայց ծառայում գրպանին։ Մենք հպարտանում ենք Մեսրոպով, բայց թույն ենք տալիս հայերենին։ Ազգի հոգևոր դիահերձում ընթանում է ամենօրյա հաճախականությամբ եւ աղետալի հետևանքներով։ Սրբությունները ծաղրում են, իսկ դավաճանները պարգևատրվում։ Այո, անկումը պատժի ձև է, բայց Աստված հեռու չի գնացել։ Մենք ենք փախչել զանգվածային մոռացությամբ։ Ով կտրում է կապը Աստծո հետ, կտրում է սեփական գոյության թելը։ Այլևս ժամանակ չկա, մեկ հարց է մնացել, վերադառնում ենք մեզ, թե վերջնական հաշվով դառնում մահացած ազգ պատրանքի մեջ ապրող։ Ընտրությունը մեր հոգևոր գիտակցության եւ ենթագիտակցության շերտերում է։ Ժամանակն է, որպեսզի հաշիվ տանք մեզ ու ամուր կանգնենք հայի արյունով ներծծված արարչական հողին եւ ճյուղավորվենք բարձրալին հաճո պտուղների համար։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։